Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։ Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Սլովակիայի, Խորվաթիայի վարչապետները և մի շարք այլ պետությունների կառավարությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։ 2024 թվականին Բրյուսելում կայացած առաջին հաջող գագաթնաժողովից հետո մենք վստահ ենք, որ Փարիզում անցկացվող այս երկրորդ գագաթնաժողովը կխթանի համագործակցությունն այն երկրների միջև, որոնք որոշել են զարգացնել քաղաքացիական միջուկային հզորությունները և կխթանի իրական լուծումները, ապա ածխածնացման և էներգետիկ ինքնիշխանության ընդհանուր նպատակների առաջ խաղացման համար։ Փաշինյանն իր խոսքում նշել է, Հայաստանն առաջին երկրներից մեկն է եղել, որ COP28-ում լիովին աջակցել է մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի եռապատկման հռչակագրին։ Հայաստանի կառավարությունը նաև որդեգրել է միջուկային էներգիան որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության էական գործոն և որպես էլեկտրաէներգիայի մատակարարման հիմնական բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։ Այսօր անվտանգության տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ գործող միջուկային ռեակտորների կյանքի երկարաձգումն ապահովում է զրոյական արտանետումների հասնելու ժամանակին և ծախսարդյունավետ ուղի։ Այս համատեքստում Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար։ Հայաստանի ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների, մասնավորապես փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում, իր ելույթում նշել է վարչապետը։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ։ Մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի զարգացման ճանապարհին որակավորված աշխատուժը կլինի միջուկային ոլորտի հիմքը նախագծումից և կառավարումից մինչև անվտանգ շահագործում, պահպանում և ի վերջո շահագործումից հանում։ Փարիզում անցկացվող միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովի իր ելույթում Փաշինյանն ուրախությամբ է նշել, որ հայ մասնագետների ջանքերի ու նվիրվածության շնորհիվ հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Ցանկանում եմ ընդգծել ռադիոակտիվ թափոնների և օգտագործված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման կարևորությունը, որը չափազանց կարևոր է ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների համար։ Մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը պետք է լինի մեր գլխավոր սկզբունքը։ Հասմիկ Վահրադյան, Արմալուր։